Ողջույն գործարարիքի և լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 և 5 հաճախության ներքո կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում, եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Գաբրիելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Պարոն Վարդանով, այսօր էլի սկզբից մի փոքր անդրադառնանք մերձավոր-արևելյան զարգացումներին։ Վերջին օրերս Թրամփը երկու անգամ երևի ինչ-որ ժամանակ էր տվել, ժամանակ էր ասել, որի ընթացքում ինքը չպիտի հարձակվի ինչ-որ նավթագազային ենթակառուցվածքների, սկզբից 2 օր, հետո 5 օր։ Ենթակառուցվածքների վրա ու խոսակցություններ կան, որ սա այսպես ասած բլեֆ է, ինչ-որ ուրիշ օպերացիա նախապատրաստելու համար։ Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք մի փոքր հենց այդ ավելի տեղային Խարկ կղզու մասին օպերացիան, բայց ձեր կարծիքով էլի ինչ զարգացումներ են սպասվում սրանից հետո, արդյոք սա ուղղակի ժամանակ շահելու, թե իրականում ինչ-որ բանակցությունների գնալու փորձ է։ Բանակցությունները դե միշտ էլ ցանկալի է պատերազմող կողմի համար, որը որ իր կարծիքով հաղթող է, միշտ էլ բանակցությունը ձեռատալի, որովհետև կարաս առանց կորուստների, առանց ավելնորդ ջանքերի եւ գումարներ ծախսելու, մարդկային կյանքեր կորցնելու, ստանաս այն ինչ որ պետք է ստանաս այդ ամեն ինչը կորցնելուց հետո։ Հնարավոր է, ասենք նաեւ դրա բանն է սպասում, բայց ինքը շատ բառացի է հասկանում Սունձի խոսքերը, որ պատերազմը դա բանը ստելու արվեստ է, էլի ասենք խորամանկության արվեստ է, շատ բառացի է հասկանում, համոզված եմ, որ Իրանը չի հավատում, որովհետև ինքը արդեն երկու անգամ այդպես ասում են բանակցությունները օգտագործել է քողարկելու համար իր հարձակումը, երկու անգամ, այդ առաջի անգամ դե կարա էլ ինչ-որ ձև, երկրորդ անգամ արդեն օրինաչափություն է դառնում եւ պարզա, որ սրիկայի հետ գործում ես, բայց երրորդ անգամ եթե էլի դրան հավատաս, ուրեմն բան ես, լրիվ ապուշ ես, քեզ հասնում։ Ինչ բանա վերաբերում է Թրամփը խոստացել է բաներին խփի, նավթագազային, չէ, ինքը ասել է, որ քարեդար կմսնեմ, հոսանքից կզրկեմ առաջինը։ Հոսանքից զրկել դա լուրջ հետևանքներ կարող ունենա, վերջապես ասենք դա հիվանդանոցները ինչ որ շարժիչ բան ունեն, գեներատորներ եւ հոսանքը մարդկանց կյանքին հիվանդանոցներում ասենք վտանգ չի լինի, բայց ասենք երբ որ հոսանքը վերջանում է, մի պահ հետո հասկանում ես, որ զուգարանից անդուր հոտ է գալի, որովհետև արդեն ջուրը չի գալի, որտեվ հիմնականում մեծ բնակավայրերի ջուրը ուրեմն անպայման ասենք մղիչով, նասոսով է աշխատում, պարտադիր, որովհետև բարձրարկ շենքեր կան ու ինքնահոսով, ինքը այդ ասենք 9, 10, 15, 20 հարկ չի ելնի էլի ջուրը, դա նշանակում է, որ ջրի մատակարարումը կկանգնի ասենք սնունդի կետերի, ասենք սպասարկող արտադրողները, կարճ ասած ինքը լուրջ ճգնաժամի կարաբերի, շատ լուրջ բանը Լենինգրադի բլոկադայի ժամանակ, քանի որ ասենք ջրի մատակարարում բան չկար, հոսանք չկար եւ այլն, ուրեմն գարունը երբ որ սկսեց մոտենալ, ուրեմն ղեկավարությունը Լենինգրադի եւ Լենինգրադի մարզի ոչ զինվորական, ասենք ղեկավարությունը, ուրեմն շաբաթօրյակ հայտարարեց գարնան մոտենալուց, որպեսզի այն կեղտերը, կեղկեղանքները հայատներից հավաքեն, որտեղ մարդիկ պատուանից ուղակի թափում էին դուրս։ Ու հսկայական սարեր էին գոյացել։ Այդքան մարդ ասենք առաջի մանավանդ այդ ձմեռը կոտորվել էր, ասենք, կես միլիոն մարդու չափ, սովից էր մահացել, ցրտահարվել էր, բայց մեկը էլ ինքը իր ագլոմերացիայով 2.5 միլիոնանոց բնակավայր էր, եւ կես միլիոն, եթե էվակուացիա էր եղել, կես միլիոն մահացել էին, 1.5 միլիոն մարդ առանց ջրի մատակարարման լուրջ էպիդեմիական, ասենք, վտանգի առջև էին կանգնել, որտեղ եթե չմաքրեին հայատները,
եթե չմաքրեին, ասենք, որոշ խողովակներ, որոնք որ ասենք խցանվել էին ջրի պակասի եւ սառելու բանի պատճառով, էպիդեմիան էլի մի քանի 100,000 մարդու կյանք խլեր։ Իսկ Իրանը դա Լենինգրադ չի, սա ռուս չկա, դա նշանակում է շատ արագ սանիտարա էպիդեմիական, ասենք, իրավիճակներ կբարթանան շատ արագ։ Լավ չեմ պատկերացնում, էլ ինչ կարա լինի։ Իրականում լավ չեմ պատկերացնում։ 70 թվականներին, երբ որ քաղաքացիական պատերազմ սկսեց պաղեստինցիների եւ լիբանանցիների միջև, Բեյրութի բանը այդ, որը որ բեյրութիզացիայի, այսպես ասած, բերեց, երբ բոլորի դեմ էին կռվում, մենակ հայերն էին, որ ինքնապաշտպանությունով էին զբաղվում, ուրիշ ոչինչ բան, մնացածը սաղ ինչ-որ ամբիցիաներ ունեին։ Այդ ժամանակ Բեյրութում հսկայական քանակ մարդ հիվանդացել է, վարակներ են տարածվել, լուրջ խնդիրներ են ունեցել։ Իսկ Թեհրանը դա Բեյրութ չի։ Ինքը ագլոմերացիայով, ասենք, մինչև 20 միլիոն մարդ է։ 20 միլիոն, դա Բեռնով ես ասում։ Ասենք 10 հատ Հայաստան։ Մի քաղաքում խիտ բնակեցված։ Լուրջ խնդիրներ են։ Դրան հակադարձող հասկանալով այդ ամեն ինչի վտանգները, Իրանը ասել է, որ եսեք խփեմ ձեր էլեկտրոկայաններին։ Ձեր ասելով Ամերիկայի Պարսից ծոցի երկրների, որոնք Ամերիկային տարածք են տրամադրել Իրանի վրա հարձակվելու համար։ Բայց sense մի հատ բան կա, դրանից հետո վերականգնվելու հարցը, ով ավելի արագ կվերականգնվի, ով կկարողանա դիմանալ ավելի այդ էկոնոմիկ կրիզիսին։ Ես կասեի, որ շատ ավելի դժվար է Իրանին հոսանքից զրկել, քան այդ երկրները։ Որովհետև այդ երկրները ամեն երկիր այդ բանում արաբական երկրները, Պարսից ծոցի շուրջ բնակվող, ամեն մեկը մի քանի էլեկտրոկայան ունի, մի քանի, ասենք, 3, 4, 5, իսկ բանի էլեկտրոկայանները Իրանի, այդ թվում նաև, ասենք, ջրով հոսանք արտադրող, գազով հոսանք արտադրող, դե Բուշերը չհասցրեցին ոնց որ թե լրիվ աշխատացնեն, թե աշխատում, ասենք, մասամբ կարճ ասած 150-ից մի քիչ ավել, եթե ստույգ 152 կարծեմ էլեկտրոկայան ունի։ 150 էլեկտրոկայան ոչնչացնելը շատ ավելի բարդ է, քան ասենք կանոն այդ ձևի խորություններ, էլի։ Քան էմիրությունների, ասենք 3 էլեկտրոկայանը։ Ընդամենը 3, երկու հատ է շատ պստիկ, որ կարելի է նույնիսկ չխոցել։ Դες նկատի դրանից հետո վերականգնելը, ասենք, այդ վերականգնելը բանա, եթե խաղաղությունն եղավ, Իրանը գրեթե ամեն ինչ իր ուժերով է սարքել, գրեթե ամեն ինչ։ Իր վերականգնելը լինելու է կարող ավելի երկար կան, ասենք, արաբական էմիրությունների կամ Բախրեյնի վերականգնվելը, բայց իր ուժերով իրանք գրեթե բոլոր ռեակտորները բանը սաղ իրանց դոլարաններում ասարկած ժամանակին, երբ որ այդ էլեկտրոկայանների բանը գնում էր ու էլեկտրիֆիկացիան իրանց համար շատ կարևոր բան էր դառել, բանը այդ Իրանա-իրաքյան պատերազմից հետո իրանք խնդիր էին դրել ավտարկիայով այդ ամեն ինչը, то есть ինքնուրույն ամեն ինչը անեն, ցեմենտի գործարանները, բանը, կարճ ասած, իրանք ապրեն էլի այդ առումով։ Դե ով էլ լինի 79 թվից տարբեր սահմանափակումների մեջ են էլի։ Ուզած չուզած պիտի անեին, հակառակ դեպքում վաղուց կպրծնեին, կմասնատվեին։ Կներեք, ինչի կարա դա բերի, ասեցիմ, ու դա միայն Իրանին չի սպառնում, նաև արաբներին է սպառնում, մանավանդ որ արաբական երկրներ կան, այդ որոնք որ առանց հոսանք ջուր խմելու հնարավորություն անգամ չեն ունեն, աղբյուրներ չունեն, ծովի ջուրն են վերամշակում, ծովի ջուրն են միայն վերամշակում, որ կարողանան խմելու ջուր ունենան։
Դա նշանակում է, որ այն նավթատարերը, որ նավթ են տանում, այդտեղ ցած պետք է հսկայական քանակ, ասենք, խմելու ջուր բերեն այդտեղ։ Լավ չեմ պատկերացնում ոնց է դա հնարավոր անել։ Խողովակ գցեն Քրդստանից եւ Թուրքիայից խողովակներ գցեն բերեն։ Ունես չի որ այնտեղ էլ ասենք ջրի մեջ ճպճպում են։ Այս ռեգիոնում երկու երկիր կա, այս որոնք որ ջրի խնդրեմ չունեն։ Ոչ խելամիտ ղեկավարության պատճառով, ասենք, կարողա ունենան ջրի խնդրեմ այս բանի վարից հետո կամ ցանից հետո ջրելու հողամասերը կամ եսիմ ինչ, բայց կամ ժամերով ջուր ստանան, բայց ջրի խնդրեմ չունեն ռեալ բնակչության քանակն էլ այնքան չի, որ ասենք այդ ջուրը այն ինչ որ իրանք ունեն, իրանց չհերիքի։ Դա Հայաստանի Հանրապետությունն է եւ Վրաստանի Հանրապետություն։ Մնացած բոլոր երկրները, բոլոր, այդ թվում նաեւ Թուրքիան, Հորդանանը, Քրդստանը, ասենք, եթե առանձին հաշվենք, էլի ջուր ունի, բայց ասենք այնպես չի, որ ամբողջությամբ իր հարցերը լուծում է։ Ուզում եմ ասեմ, ջուրը կամ պետք է հեռվից բերեն, կամ էլի ծովից։ Իրանում էլ հենց միջև էս ամեն ինչի սկսել էլի ջրի խնդիրներ կային Թեհրանում տենց։ Այո, նայեք, թեկուս այն բանը հաշվի առնենք, որ Աֆղանստանը մի հատ ջրամբար է կառուցում։ Հիմա Պակիստանը Աֆղանստանի հետ խի է հակի։ Այդ ջրի ճանապարհ են փակում, հա։ Իրանք ջրամբար են կառուցում եւ այն ջուրը, որը որ այդ Աֆղանստանից հետո պետք է Պակիստան էթար, եւ ասենք ինչ որ հատվածում անգամ ջունգլիների վերածվեր, ասենք Ինդ գետը լցվելով։ Այդ ջուրը սահմանափակվելու է։ Էթիոպիային խենթ հարց նայում, ասենք, Եգիպտոսը, Սուդանը, Նեղոսը փակում է։ Ջրամբար կառուցելու բանը արդեն որ թվից 80-ին որ թվից անընդհատ բան են անում Էրիտրեայի բաներին անջատողականներին Եգիպտոսը խեր օգնում այն դեպքում որ այնպես չի մուսուլմանական են էլի Էրիտրեան այդ առումով ապրեն էլի իրանց համար մուսուլման քրիստոնյա կապ չունի Էրիտրեացի ես վերջ ցավը տե տանեմ Հա, բայց Էրիտրեային միշտ բան են արել, որ բանը ջրամբար կառուցելու ժամանակ եւ փող չունենա Էթիոպիան։ Ոչ էլ հավես։ Հենց մի քիչ հանդարտվում է ջրամբարից է խոսում, միանգամից Սուդանը եւ Եգիպտոսը, ասենք, պոչները կայնացնում են, սկսում են թարսվել։ Կարճ ասած, դա բավականին լուրջ խնդրեմ է մեծ մերձավոր արևելքում։ Արևմուտքից միջև, ասենք, արևելք Աֆղանստան, Պակիստան։ Եթե վերցնենք կղզու մասին, որ խոսացել ենք, եթե վերցնենք ինչ ռազմական զարգացումներ կարան լինեն այդտեղ, ոնց նայում եմ թուրքերը պետք է վրա տան։ Թուրքերը պետք է վրա տան եւ դրա նախապատրաստական աշխատանքը ես տեսնում եմ։ Բաքվի թուրքերը։ Հա։ Էրդողանը հնարավոր է չմասնակցի անմիջապես, օգնի իր կամավորականներով, յանիմ կամավորականներով Բաքվի ռեժիմին, ասենք, համալրելով։ Դե Բաքվի ռեժիմը Սիրիայից տարված մարտիկներով ոնց որ Սիրիայից տարված մարտիկները միս են, իրանցից շատ քիչ օգուտ կա, ոմայի գումարտակը վկա, որովհետև մենք մեր կողքին ունենալով 2-ից 3 անգամ ավելի շատ, ասենք, քան մեր անձնակազմը սիրիացիներ, դե երկու հոգի հենց մեր գումարտակի տարածքում պատասխանատվության գոտում սիրիացի որ ընկել էր մեր ձեռը հենց մեր տարածքում էին ընկել մեր ձեռը բայց մեզ ամենաշատը անհանգստություն էր պատճառում մեր դիմացից թուրքական զինված ուժերը եւ երկու անգամ երբ որ իրանք դիրքային հաջողություն կարճաժամկետ ունեցան դա թուրքերն են ոչ թե ասենք այդ վարձկանները Սիրիայից բերված այդ վարձկաններն էլ իմիջիալոց կապ չունի էլի սիրիացի են որ դեղացի են բանա զինվորական գործից ոչ ծանոթ միս պատերազմին մասնակցող միս որը կրակել գիտի դաժան սպանությունների ասենք հավեսով մասնակցում է բայց պատերազմել որպես այդպես
Իրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում։ Ես ստացվում։ կարծում որ հենց Ադրբեջանի վրա դնեն, էլի այն հիմնական շեշտը, որ պետք է ինչ որ կոնկրետ գլխավոր հաջողություն այդ կողմից լինի, ուղղակի կողքից հենց ասած բզելու Իրանին, էլի։ Այտենց թեթև ես նայում, նայ 120,000-անոց բանակ ունի Թուրքը, 120,000 բավականին լուրջ թիվ է։ Իր դիմաց կանգնացա մոտավորապես 80,000-անոց իրանական խմբավորումը, որից մի դիվիզիա եւ կարծեմ 2 բրիգադ բան են պահապաններն են հեղափոխության, մնացածը բանակային է։ 120,000-ն էլ ֆրոնտի վրա է լինելու։ 120,000-ը իհարկե ամբողջությամբ ֆրոնտ չի գա, եթե մոբիլիզացիա չհայտարարվի։ Բայց նախանշանները արդեն կան, երբ որ Յանիմ իրականում սոտ իրանական, ասենք, անօթաչուն խփես Նախիջևանին, չգիտես խի բաներին ալյումինի պլաստի sense պրոֆիլները վնաս տալով էլի օդանավակայանում անգամ թռիչք ուղուն վնաս չտվին, էլ չեմ ասում կողքի ինքնաթիռները կանգնած, ասենք ռազմական եւ զորամաս, ասենք, չգիտես խի հենց այդ ժամանման թե ճանապարհ դնելու սրահին փայ հասավ էլի, ելով կդիմանա էլի, այնտեղ այդում Իսրայելը ասում ճշգրիտ հարվածներ, ստե հենց կողքը, ասենք, փաստացի մի 100 կիլոմետր ու ոչ ճշգրիտ հարված, հավատաս չի գալ։ Դա նշանակում է նախապատրաստական աշխատանք է արվում։ Դրանի պատասխան Թուրքը ինչ արեց։ Մոբիլիզացիա հայտարարեց մասնակի, համար 1 դրություն, համար 1 զորքերին եւ զորքերը սկսեց մոտիկացնել իրանական սահմանին։ Ես հետո կանդրադառնանք, բայց միշտ ասում եմ, ինչի հաջողություն չկա ու մեծ շարժ չկա ռուս-ուկրաինական ճակատում ոչ մեկի հաջողություն, որտեղ մեծ զորախ միավորումներ շատ դժվար է կուտակել։ Իստեղ խնդրեմ կուտակել է, մոտիկացրել է սահմանին ու Իրանը բան չունի ասելու։ Ինչ որ չեպե ա եղել ինքը մոտիկացրել է, մոբիլիզացիան պատերազմի հիմք է դառնում։ Հիշենք առաջին համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմը չսկսեց դրանից, որ Գավրիլա պրինցիպը սպանեց Էրզգերցոգին։ Անդե ուլտիմատումներ էր, բաներ, փոխադարձ մեղադրանքներ, ես ինչ քնչական խումբ, բան, որ պետք է Հարասլավիա մտնի, բան։ Այդ սաղ ոնց որ ասած ուղակի շարժումներ էին, բայց տարբեր առիթներ դրանից առաջ եղել են ոչ պակաս, ասենք, որ դեռ պատերազմի չբերեցին 13 թվականին, մի քանի մեկը 12 թվականին։ Պատերազմը սկսեց այն վաղ, երբ որ մոբիլիզացիա հայտարարեց Ռուսաստանը եւ Գերմանիան, Պրուսիան նախկին։ Այդ ժամանակ սկսեց պատերազմը։ Մոբիլիզացիան դա պատերազմի հայտարարություն է փաստացի։ Իսկ Ալիևը մոբիլիզացիա հայտարարեց պատերազմը չսկսելով։ Դա նշանակում է ինքը զորքերը կուտակելու հնարավորություն է ստացել։ Իրանին ձեռա տալի հենց հիմա այնտեղ մի բան սկսի, ոչ, որովհետև ասենք Իրանը սպասում է իր վրա հարձակվի Թուրքը։ Ինքը կարա կանխարգելիչ հարված հասցնել եւ միջև Բաքու էլ գնալ, ընդ Դաղստան էլ մտնել, Աստրախանի կողմերը նոր շփոթման բացի շփոթվել եմ կանգնեմ։ Կարա անի։ Չի անում ինչի համար, որովհետև մուսուլմանական, ասենք, ումմայի մոտ, այդ հավատացյալ ժողովրդի մոտ եւ որոշ երկրները, որոնք որ նայում են այդ իր քաղաքացիների կարծիքներին, զարմանալի բան ասեմ, Պակիստանի պես վայրի երկիրը, միջուկային եսիմ ինչ բան, ասենք, ինքը բավականին դեմոկրատական երկիր է, ուղղակի վայրի մարդկանց դեմոկրատիա է։ Հայացածություն, բան, այդ սախելը մի կողմ դնենք։ Նույնը Թուրքիան է, դեմոկրատ երկիր է։ Ինքը ուղղակի իր դեմոսը ժողովուրդը կոնկրետ էտա, ցեղասպանա, մարդակերա եւ այլն։ Ոչ պակաս Պակիստանն են, այդտենց երկրներում ժողովրդի կարծիքը հաշվի է պետք առնել։ Եվ եթե Իրանը հարձակվի, իրանք մեծ հաճույքով պատասխան կտան, որովհետև հիմա Իրանը նմանա, ասենք, որսի ժամանակ բազմաթիվ շներով շրջապատված վարազի։
որ մի 10-15 որսորդի շներ շրջապատել են, ստից են կծում, ընդից են կծում, չեն կարա ոչ մեկ սպանեն, բայց անհանգստացնում են։ Բայց երբ որ որսորդները մոտենան ու մի հատ արդեն կրակոց անեն, այնպես կիսակոնտրոլներ, շները սաղ վրա են տալու, ասենք գզեն։ Ու հիմա այդ շունը շահող է այդտեղ, գրեթե առանց ռիսկ կրակոցից հետո։ Մինչև կրակոցը վտանգվում է։ Դրա համար իրանք չեն ուզում վտանգվել։ Իսկ Բաքվի Հանրապետությունը, բացի նրանից, որ ասենք ինքը կախյալ է, ոնց որ շատ ու շատ երկրներ, ովքեր որ Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցության տակ չեն, իրանք Ամերիկայի ազդեցության տակ են այս կամ այն ձևով, բոլոր երկրները, որոնք ասում եմ, այս երկու երկրի ազդեցության տակ չեն, գրեթե բոլորը եւ բոլորին հավեսով ամերիկացին կծախի կամ ինչ-որ բանի դիմաց ռասխոտ կանի։ Որ նայում ենք այս մանավանդ պրագմատիկ կոչված, ասենք, Տրամպի պահվածքին, ուրիշ բան մտքովդ չի անցնում, այս սրանք քանիսով է ծախում, սրանք քանիսով է ծախում, ասենք։ Էդի հասկանալով է Իսպանիան անդիմադիր դարել։ Էդի հասկանալով, որովհետև ինքը Գիբրալտարի կողքը լինելու բավականին լուրջ դեր կարա խաղա եւ որ առաջիններից մեկը Արևմտյան Եվրոպայում ինքը ռասխոտ կլինի, ոնց որ ասենք Դանիայի բանը կղզին Գրենլանդիան, դա բարձ երևում էր, էլի։ Դա հասկանալով Իսպանիայի վարչապետը հիմա դիրք է ընդունել Բայցովսկի։ Լավ, գանք հիմա բանին թուրքերը էլ ինչ նախանշաններ կա, որ թուրքերը հարձակվելու են Բաքվի Հանրապետության կողմից, Իսրայելը չունենալով ոչ մի հնարավորություն Կասպից ծովին մոտենալու, բացի իրանական տարածքից եւ թուրքական տարածքից Բաքվի Հանրապետության, գալիս ոչնչացնում է բանը Կասպյան նավատորմիկը, բանը պարսկական, որտեղից կարար գար, Ռուսաստանով ծիծաղալի է, Ֆրար Միջին Ասիայով էլի ծիծաղալի է, անհնար։ Դե բայց այն իրանց մոտ այդ 5-րդ սերնդի ինքնաթիռները հնարավորություն ունեն հասնելու տեղ հետ գալու։ Ու պետք է մեկի տարածքով անցնեն, չէ՞։ Իրանի տարածքով, երբ որ նայում ես որտեղ են իրանք կարում ռմբակոծեն, ու մի կերպ հետ է դա։ Իրանք մինչև հիմա այդ բաները ռումբերը ազատան գնող չեն օգտագործել։ Նոր հայտարարեցին, որ ինչ որ պայեստում ռումբեր են հայտնաբերել։ Իրականում քանի հակաօդային համակարգի թեկուս 10-20% կա, այդ թանկանոց ինքնաթիռ, ասենք 100 միլիոն դոլարանոց կամ ասենք 1 միլիարդ դոլարանոց նայած ինչ ինքնաթիռ է, ռիսկի դիմել չի կարելի։ Շատ թանկ հաճույք է ստացվում։ Նույն բանն է, ոնց որ ասենք Աբրահամ Լինկոլնը ոչ թե ասենք 3000 կիլոմետր հեռավորության վրա լինի կամ 2.5, այլ գա 300 կիլոմետրի վրա կանգնի, որտեղ հնարավոր է խոցվի։ Նույն բանն է։ Դա նշանակում է, որ իսրայելական բանը օդաչուները հաստատ օգտվել են կամ թուրքական եւ հետո այս մյուս թուրքերի հողից կամ էլ շատ հանգանոց հեռար հրթիռներ են բաց թողել։ Շատ հետաքրքիր է, ասենք կարա լինի, բայց $1 միլիոն ռակետը պետք է բաց թողեն 100-150 հազարանոց կացերներ վարի տան, կարա, եթե հետո Իրանից հետո բան ա գալի, եթե լուրջ հաջողություն կհասնի, ուրեմն կամ շատ լուրջ խնդիր կա, որ իրանք այդ թանկանոց հրթիռներով խոցում են բանը կացերները վարի են տալի, կամ էլ թուրքերի մոտով են եկել։ Երկու դեպքում էլ, ասենք, թուրքը ռիսկի է դիմում, որտեղ բացահայտ ապացույցների դեպքում Իրանը կարողանա այս կամ այն ձևով, ասենք, մուսուլմանության մեջ բան բարձրացնի, աղմուկ բարձրացնի, անգամ սունի աշխարհում, որովհետև Բաքվի թուրքերն էլ սունի չեն, իրանք շիա են։ Եվ երկու շիայի վեճի մեջ մուսուլմանը կկանգնի արդարի կողմը։ Իսկ այս դեպքում Իրանն է ստացվում, որովհետև ջուդա իսրայելական, ասենք,
ոչ մուսուլմանական, մուսուլմանների թշնամի, մուսուլմանների երրորդ սրբությունը, ասենք, այլ ակսան իրանց ձեռը պահող, արգելքների մեջ թաթախած եւ այլն։ Կարճ ասած, բանա հնարավոր է $1 միլիոն շատ ճշգրիտ եւ շատ հեռու հրթիռներ բաց թողի բարձրությունից եւ ուղղորդի, ասենք, դեպի 100,000-անոց նավը, պայմանական թվեր եմ ասում, բայց հարաբերությունները մոտավորապես տենց է։ Այնտեղ մի հատ բանա մեծ նավ է խորտակվել, ու համեմատաբար մեծ, էլի Սևանի ձկնորսական կացերների հետ համեմատ մեծ, որը որ թանկ է լինելու, ասենք, կարող է մի քանի միլիոն դոլար արժենար, բայց կացերները, որոնք վերացվել են, դրանց արժեքը լավագույն դեպքում մի հատ լավ ջիպի գին կարա ունենա, էլի, ասենք, Ford F-150 Իրանի ամբողջ Կասպիան նավատորմը էր։ Ինքը նավատորմիկ է, ինքը նավատորմ չի, ֆլոտիլիա։ Ոչ թե ֆլոտ, այլ ֆլոտիլիա։ Էս մինից չկար, էլի։ Չկար մեծ նավեր, մեծ նավերը որտեղից էր բերելու ինքը։ Միակ տեղը, որտեղ Կասպից ծով կարա դրսից ինչ որ բան գա, դա Ռուսաստանից, բանա Սևծով, Վոլգադոն կանալ, հետո Վոլգայով իջնի ներքև։ Հետնել թուրքերի ձեռի տակով Բոսֆոր դարդանելով անցնի։ Հետնել գա մինչև այդ անցնի ինքը սեփականը բաց թողնել։ Սեփականը նման չափսի նավ կառուցելու համար, ցանկացած նավ կառուցելու համար պետք է ունենաս վերֆեր, то есть գործարան փաստորեն։ Նավի չափ չէ, այլ նավից մի հսկայական ավել տարածություն ունենաս, որտեղ որ դու համապատասխան նավեր ես սարքում։ Եվ ինքը մի կերպ, ասենք, կարացել է այդ ռակետների արտադրությունը, անգամ Պարսից ծոցում ինքը մեծ նավեր չի սարքում։ Կամ հարմարացնում է ինչ-որ նավ, ինչ-որ բանի տակ։ Հա, օրինակ, ասենք, հին տանկերը, դրոնների տենց բաստոնը արտակեր սարքել։ Այո։ Կամ ասենք, այն Ռուսաստանից հին սպիսատարած նավը բերել, ռեմոնտ արել, բայց անգամ ռեմոնտի համար պետք է վերֆեր ունենաս։ То есть ինքը բան այդ միջին չափսի էլ չի, էլի, ասենք, միջինի եւ փոքրի արանքում գտնված նավը, որը որ խոցվել է, որը նավատորմիկի ֆլագմանն է եղել, առաջնորդն է եղել, մնացած բոլորը եղել են հրթիռա տար կացերներ, ականատար կացերներ, արագընթաց նավակներ, եւ տրալշիկներ են ունեցել։ Տրալշիկն էլ էդի քիչ թե շատ սովորական նավ կարա լինի, որի հետևից չանկերը գցած անցնում է, որ ականա զերծման աշխատանքները անի, ականները հավաքի։ Կարճ ասած, իրանց խփելն էլ միանշանակ պատրաստություն է, որ թուրքերը հարձակվեն եւ արխային, որովհետեւ այդ նավատորմիկը երկրորդն է ռուսական նավատորմիկից հետո, Կասպիյսկի ֆլոտիլիայից հետո, եւ որ ինքը գար Բաքվի դեմը կանգներ, սկսեր Բաքվի կառավարական շենքերը խոցել, Բաքուն թաթիկները կբարձներ։ Փաստորեն երկու գործողություն, որը որ արելա Իսրայելը մենակ դրան կարար ծառայեր։ Բայց մի հատ հարց էլի դրա հետ կապված, եթե ինքը նավատորմիկ էր ուղակի եւ տենց իր ասենց ասած պոտենցիալը հարցակման այդքան շատ մեծ չէր, այսինքն Բաքուն արդյոք միջոցներ չուներ դրանք վերացնելու, ասենք, իր ճանապարհից, եթե դա պետք է արվեր այդ կարգի թանկանոց միջոցներով։ Ոչ, չուներ։ Ուրեմն Բաքինսկի ֆլոտը, իրանք ֆլոտ են ասում, անգամ ֆլոտիլիա էլ չեն ասում, սիրում են մեծ անուններ օգտագործել, Ղազախստանի ֆլոտիլիայից դաժե քիչ թե շատ թույլ է։ Բացի ֆլոտիլիան օդ ջուր։ Հա, հասկացանք, բայց համենայն դեպս այն նավատորմիկը, որ կար, որ հիմա էլ չկա, Փարսկականը, ինքը մի կերպ ռուսականին էր զիջում։ Ու զիջում էր նաև դրա պատճառով, որ Ռուսաստանը կարար բերեր Սևծովից, ասենք, Ազովյան նավատորմիկից, ասենք, կամ Սևծովյան նավատորմից բերեր ավելացներ այդ խմբավորումը։ Իրանը այդ հնարավորությունը չուներ։ Հակառակ դեպքում իրանք մեջ հավասարության նշան կարել էր տանել։ Ու ինքը մենակ Պարսկականը ավելի հզոր էր, քան Բաքվինը, Թուրքմենիայինը եւ ասենք Ղազախստանինը։
Ինքը Բաքվին վնաս տալ կարար հարձակվող զորքերին թուրքական ձախ ֆլանգին Թալիշտանի կողմերը կարար հարվածներ հասցներ, կարճ ասած լուրջ խնդրեմ էր։ Հասարակ մի բան ասեմ, Իսրայելը որ խոցել էր էդին, ինքը ոչ մեկին վնաս չէր կարա տալ, էլի այդ նավատորմիկը բացի Թուրքից, ոչ ոքի հակաիրանական, ասենք, կոալիցիայի մեջ, ոչ ոքի, օրինակ 90 թվականներին, որ մենք ինչ ասես անում էինք, ի տարբերություն այսօրվան, մենք մի քիչ ավելի դուխով ենք, էլի ասենք, մեր ընդհանուր ղեկավարությունն էլ էր դուխով, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ուզում ես ասա, ինքը բավականին դուխով ղեկավար էր, ասենք, ոչ թե անունով, այլ իրականում դուխով ղեկավար էր։ Ոնց է Կասպիան բանա թուրքական նավերին ոչ մի բան չի եղել։ Ինքը մեզ ոչ տաք էր, ոչ սառն էր։ Բայց ասենք լավ հնարավորություններ ենք ինչ որ բան անելու։ Իհարկե։ Մենք ամեն ինչ կարայինք անեինք։ Մենք որ ասում եմ դուխով, դա նաև լկտիություն։ Բայց նաև տեխնիկական բան է այդ ամեն ինչը։ Մարդու ցավը օպերատիվ մասը։ Այդ հիմա է որ շատ դժվար է տեղաշարժվելը։ Քեզ անպայման մեկը կտենա։ Մարդիկ որտեղ ասես հասնում են, ինչ ասես ուսին քաշեն տալի։ Բանը ոսկի էշնել ասենք, որտեղ ասես դեմը դռներ է բացում։ Որ ասենք Իրաքը, որ Իրաքի պես հարուստ երկիրը վաճառվեց, դե չի վաճառվի, ամեն ինչն էլ վաճառվում էր, ասեն ձեզ։ Ոնց է չենք խփում, որտեվ իմաստ չունի։ Շատ ասենք այդ նավի վրայից 10 նավաստից 3-ին ուղարկեն ճակատ, շատ ավելի թանկ էր լինելու մի հոգի է թարնդե մի հատ նավ խորտակելու, այդ բանը պրոցեդուրան, քան 3 հատ նավաստու բերեն, մենք ստեղ իրանց կալաշնիկներով, ասենք կալաշնիկի հատ պատրոնի հատը 1 ռուբլով, խոսքի մի 500 ռուբլով բանը հարցերը լուծենք այդ 3 հոգու։ Բան абսուրդ միջոցների ծախս է ստացվում։ Իսկ Իսրայելը գնաց դրա։ Ինչի՞։ Պարզա չէ դառնում, որ ասենք Բաքվի համար նախապատրաստում են կանաչ ճանապարհ դեպի Թավրիզ եւ ինչի՞ չէ նաեւ Թեհրան։ Իրանը դա հասկանում է, միանշանակ հասկանում է, դրա համար խմբավորում է, ընդհանրապես տեղաշարժ զորքերի չկա, մի քիչ հետ ենք հաշել սահմանից, որովհետև ավելի ձեռատալի մտնենք քո տարածք ու քո տարածքում դու ճակում բան կենաց մահու կռիվ տաս, քան ասենք անմիջապես սահմանի վրա անգամ սահմանապահը գիտի այնտեղ ինչա կատարվում, ամեն փոս դար ու փոս բան, իսկ մի քիչ ներս արդեն կարող է շտաբերը ամեն ինչ գիտեն, որովհետև բանը Սպուտնիկից տվյալներ են իրանց տալու, տրամադրելու, ասենք, բայց դաշտում եղած զինվորականը չգիտեն։ Ես չգիտեմ, ժամանակ մնաց Ուկրաինային։ Չէ, երևի դրա խոստանանք հաջորդ հաղորդման համար։ Ուկրաինայից էլ խոսալ պետք է, որովհետև Ուկրաինայի ճակատում լուրջ փոփոխություններ չկա, բայց կան պատերազմելու որոշ միջոցների փոփոխություններ, այդ թվում նաև ասենք վերջի պաշտպանության նախարարն է մեծ ջանքեր գործադրում ուկրաինական եւ որոշակի վերակառուցումներ կա եւ մոտեցումների մարտավարության մեջ, ասենք, դրա մասին արժե խոսալ։ Ուկրաինական ճակատը, որ այսօր կարծես անտեսված է այս ֆոնին, դրան կանդրադառնանք անդրադառնալ մյուս հաղորդման ժամանակ, հա։ Իսկ Իրանի պահով մենք պիտի աշխատենք, որ նման վտանգները, որը որ մեզ սպառնում է, թուրքերի պատերազմի մեջ ներքաշելուց պիտի դեմ առնենք, պիտի չեզոքացնենք ու օգուտ քաղելու ճանապարհը։ Բոլորս պետք է այդ ուղղության վրա աշխատենք, էլի։ Բոլորս։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն հայտնենք նաև մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք դիտում եւ լսում եք Գործարալիքը, եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Գաբրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։ Ստեսություն։